Դե անհավատալի է, պես ես գերեզգույցերը, անկասկած, այս տեսանյութը քեզ շատ կօգնի, որովհետև հավանաբար, եթե այստեղ ես, արդեն փորձել ես բույսեր բազմացնելու բազմաթիվ տարբերակներ։ Կտրում ես ճյուղը, տնկում ես, սպասում ես, բայց ոչինչ չի ստացվում։ Եվ երբ երբեմն ստացվում է, սովորաբար դա լինում է հեշտ բույսերի դեպքում։ Այն ինչ այստեղ ես տեսնում, այդ կատեգորիային չի պատկանում։ Այս ճյուղատերերը տանձենուց, կիտրոնենուց եւ մագնոլիայից են բույսեր, որոնք շատ դժվար են արմատավորվում, բայց այնուամենայնիվ այստեղ լիովին արմատավորված են։ Ոչ թե որովհետև դրանք ինչ-որ հատուկ բան ունեն, այլ որովհետև օգտագործվել է մի ձևաչափ, որը իսկապես աշխատում է։ Եթե այստեղ ես, որովհետև փնտրում էիր իրական, բնական եւ արդյունավետ մեթոդ, թե հեշտ, թե դժվար բույսերի համար, ճիշտ տեղում ես։ Հիմա սկսենք նյութերից։ Եվ արդեն կարող եմ ասել, որ շատ բաների կարիք չենք ունենալու։ Առաջինը պլաստիկ դոյ։ Չափսը կարևոր չէ, դա կախված է նրանից, թե քանի ճյուղատեր ես ուզում բազմացնել։ Նաև մեզ պետք է ավազ։ Կարող է լինել սիլիցիումի ավազ, ծովափի ավազ կամ նույնիսկ շինարարական ավազ, ինչ որ ձեռքի տակ ունես։ Բայց շատ կարևոր է, որ ավազը շատ լավ լվացված եւ հիգիենիկ լինի։ Բացի այդ, մեզ պետք է բամբակ, աղացած դարչին, ալոե վերայի տերև, ջրածնային պերօքսիդ, ցողիչ, բարակ, մաքուր եւ թափանցիկ կտոր, ինչպես նաեւ 2 թեյի գթալ ուռենու տերև, որը ավելի ուշ կօգտագործենք այն ջուրը պատրաստելու համար, որով ջրելու ենք։ Ուռենու տերևները, եթե չվիդես որտեղից գտնել, մի անհանգստացիր, որովհետեւ նկարագրության ներքևի հատվածում քեզ կթողնեմ, թե որտեղից կարող ես ձեռք բերել, թեև սովորաբար դրանք կարելի է գտնել ցանկացած դեղաբույսերի խանութում։ Հիմա անցնենք ավազին։ Իմ դեպքում ես օգտագործելու եմ մոտ 5 կիլոգրամ ավազ, բայց սա կարող ես հարմարեցնել այն տարայի չափին, որ օգտագործում ես։ Լվանալը շատ հեշտ է։ Վերցնում ես ավազը, դնում ես դույլի մեջ, ջուր ես լցնում, խառնում ես եւ մի քանի անգամ ջուրը փոխում, մինչեւ ջուրը լրիվ մաքուր դուրս գա։ Երբ արդեն մաքուր է, անցնում ենք աղթահանմանը։ Կրկին ջուր ենք ավելացնում եւ 1 թեյի գթալ ջրածնի պերօքսիդ, լավ խառնում ենք ու թողնում մի քանի ժամ մնա։ Այդ ժամանակը անցնելուց հետո ջուրը թափում ենք եւ ավազը տարածում մաքուր մակերեսի վրա, օրինակ նոր պլաստիկի, ու թողնում ենք արևի տակ, որ լրիվ չորանա եւ աղտահանվի։ Հիմա անցնում ենք դույլին։ Դույլի հատակից մոտ 3 սանտիմետր բարձրության վրա անցք ենք բացելու։ Պետք չէ որ դա ճշգրիտ լինի, այդ անցքը մեծ ջրի մակարդակն է լինելու։ Անցքը փակում ենք բամբակի մի կտորով, որպեսզի ջուրը կարողանա դուրս գալ, բայց ավազը չփախչի։ Սա անելուց հետո ամբողջ ավազը լցնում ենք դույլի մեջ։ Մտահղացումը այն է, որ ներքևում մոտ 3 սանտիմետր ջուր լինի, իսկ վերևում 3-ից 4 սանտիմետր ավազ։ Այս շնորհիվ ջուրը կպտտվի ավազի միջով կապիլյարության միջով, միշտ պահելով իդեալական խոնավությունը։ Հիմա արդեն անցնում ենք կտրոններին։ Կտրում ենք տանձենու, կիտրոնենու եւ մագնոլիայի կտրոնները։ Լավ մաքրում ենք դրանք, հանում ավելորդ տերևները եւ պատրաստում։ Հիմա վերցնում ենք ալոե վերայի տերև եւ նրա միջոքով լավ պատում ենք բոլոր վերքերը։ Ալոեն խոնավեցնում է կտրվածքը, ապահովում է ֆիտոհորմոններով եւ պաշտպանում է առաջին օրերին։ Դրանից հետո բոլոր վերքերի վրա ավելացնում ենք աղացած դարչին։ Դարչինը հզոր բնական սնկասպան է եւ կօգնի խուսափել սնկային հիվանդություններից ու փտումից։ Հիմա կտրոնները տեղադրում ենք ավազի մեջ մոտավորապես 3 սանտիմետր խորությամբ։ Չի պահանջվում չափել, պարզապես թող լինեն ամուր եւ լավ ամրացված։ Եվ հիմա գալիս է կարևոր մի հատված, որովհետեւ հենց այստեղ շատ համակարգեր սկսում են ձախողվել։ Հիմա պատրաստելու ենք բնական սնկասպան։ 1 լիտր ջրի մեջ ավելացնում ենք մի պտխունց դարչին, լավ խառնում ենք եւ խառնուրդը ֆիլտրում սուրճի ֆիլտրով կամ բարակ կտորով։ Լավ թողում ենք կտրոնները եւ ամբողջ շրջապատը։ Այս քայլը գուցե մեծ բան չթվա, բայց հենց սա է նախապատրաստում այն ամենը, ինչ հետո է լինելու։ Հիմա պատրաստելու ենք ոռոգման ջուրը, բայց այս դեպքում գործընթացը մի փոքր տարբեր է։ Ես այստեղ օգտագործում եմ էլեկտրական ջրաման ջուրը եռացնելու համար, բայց սա կարելի է նույն հաջողությամբ անել նաև կրակի վրա կաթսայով առանց որևէ խնդրի։ Որ միջոցն էլ օգտագործես տարբերություն չկա։ Առաջին հերթին եռացնում ենք 1 լիտր ջուր։ Այդ 1 լիտր ջուրը հասցում ենք եռման։ Երբ արդեն եռում է, լցնում ենք այն ապակե ջարայի կամ տարայի մեջ եւ այնտեղ ավելացնում ենք 2 ճաշի գթալ ուռենու տերև։ Եվ հիմա մնում է սպաս։ Թողնում ենք հանգստանա, մինչև ջուրը դառնա գոլ կամ սառը։
երբ արդեն գոլե կամ սառը, ամբողջ պարունակությունը լցնում ենք ջառայի մեջ, անցկացնելով մաղով, որպեսզի հեռացնենք տերևները։ Եվ հիմա, երբ արդեն մաղել ենք, ավելացնում ենք 1 թեյի գդալ, 10 ծավալի կամ 3% խտությամբ ջրածնի պերօքսիդ, նույնը, ինչ ունենք դեղատուփում։ Լավ խառնում ենք եւ ջուրը արդեն պատրաստ է։ Հիմա ամբողջությամբ ջրում ենք դույլի տարածքը, մինչև տեսնենք, որ ջուրը սկսում է դուրս գալ այն անցքից, որը նախապես բացել էինք։ Երբ ջուրը դուրս է գալիս, կանգենք առնի։ Ավելի շատ ավելացնելու կարիք չկա։ Հիմա դույլը փակում ենք բարակ, մաքուր եւ թափանցիկ կտորով։ Թեթևակից հողում ենք կտորը եւ ստեղծում կայուն միկրոկլիմա։ Դույլը տեղադրում ենք այնպիսի վայրում, որտեղ արևի ուղիղ ճառագայթներ եւ քամի չկա, քանի որ քամին կարող է կտրոնները շարժել, ինչը մեզ պետք չէ։ Եթե ունենք իդեալական ջերմաստիճան 18-ից 30 աստիճանի սահմաններում, դա կատարյալ կլինի, բայց եթե այդպիսի ջերմաստիճաններ չունես, կարող ես դույլը տեղափոխել սենյակ կամ ավտոտնակ։ Եվ հաջորդ կետը կարևոր է, որովհետև հենց հիմա ամենահեշտը կարող է ամեն ինչ փչանալ առանց մեր գիտակցելու։ Խնամքը շատ պարզ է։ Յուրաքանչյուր 3 կամ 4 օրը մեկ հանում ենք կտորը, ցողում բնական սնկասպանով եւ նորից փակում։ Այս տեսակի բազմացումը սովորաբար կատարվում է նվազող լուսնի ժամանակ, ոչ թե որովհետև դա ինչ-որ կախարդական բան է, այլ որովհետև նկատվել է, որ այս փուլում հյութը հակված է կուտակվել ցողունի ստորին հատվածում, ինչը նպաստում է արմատակալմանը։ Արտադիր չէ, բայց եթե կարող ես տենց անել, շատ ավելի լավ կլինի։ Եվ հիմա այլո հասանք են հատվածին, որին բոլորս սպասում էինք։ 6-ից 8 շաբաթ անց կախված ջերմաստիճանից, տեսակից եւ պայմաններից, սա է արդյունքը։ Այստեղ արդեն ունենք լիովին արմատակալած կտրոններ, առողջ, լավ ձևավորված եւ ակտիվ արմատներով։ Այն ինչ տեսնում ես, ոչ թե պատահական բան է կամ ինչ-որ կոնկրետ բույսի համար է գործում, եւ ուզում եմ սա շատ հստակ ասել։ Այս մեթոդը եւ այս ձևաչափը նախատեսված են այն բույսերի, ծառերի եւ պտղատու ծառերի համար, որոնք դժվար են բազմացվում, չեն ուզում արմատակալել եւ սովորաբար դիմադրում են։ Եվ եթե մտածում ես արդյոք սա հարմար է այլ տեսակների համար, արդեն ասում եմ այո։ Այս համակարգով կարելի է հաջողությամբ աճեցնել շատ բարդ բույսեր, երբ մյուս մեթոդները ձախողվում են։ Հիմա, երբ արդեն ունենք արմատակալած կտրոնները, հաջորդ քայլը պարզ է, բայց կարևոր։ Այն ինչ անում ենք, դրանք փոքր ծաղկամանի մեջ տեղափոխելն է, որպեսզի բույսը աստիճանաբար հարմարվի հողի նման սուբստրատին։ Հիշիր, որ այն աճել է ավազի եւ ջրի միջավայրում, այնպես որ այդ փոփոխությունը պետք է անել հանգիստ եւ զգուշորեն։ Սուբստրատը կարող է լինել ունիվերսալ սուբստրատ, սովորական եւ տարածված, հատուկ ոչինչ պետք չէ։ Տեղադրում ենք կտրոնը, լցնում ենք ծաղկամանը եւ անում ենք միայն թեթև ջրում, պարզապես սուբստրատը նստեցնելու եւ արմատներին հողի հետ շփվելու համար։ Չի կարելի ջուրը շատացնել։ Այնուհետև թողնում ենք, որ բույսը հարմարվի եւ սկսի զարգանալ։ Եվ հիմա եթե այս մեթոդը քեզ օգնել է, եթե պարզաբանել է, թե ինչու նախորդ փորձերը չէին ստացվում, եւ հիմա հասկանում ես, թե ինչպես բազմացնել բարդ բույսեր եւ ծառեր, տեղեկացրու ինձ։ Մեկ լայքը շատ ավելի է օգնում, քան թվում է, որպեսզի այսպիսի բովանդակությունը հասնի այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Եթե հարցեր ունես, չէ՞։ Եթե ուզում ես, որ այս մեթոդը փորձեմ մեկ այլ բույսի կամ բարդ պտղատուի վրա, գրիր մեկնաբանություններում եւ կքննարկենք։ Եվ եթե դեռ բաժանորդագրված չես ալիքին, բաժանորդագրվիր եւ միացրու զանգակը, որովհետեւ այստեղ մենք շարունակում ենք հրապարակել իրական, բնական եւ փորձված մեթոդներ, որպեսզի դադարես բույսեր կորցնել եւ սկսես արդյունքներ ստանալ։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։